կարծիքով ինչու է Ալեն Սիմոնյանը հրապարակում զոհերի թիվը, բայց անունները այդպես էլ չեն հրապարակում։ Ում մասին ուզում եք հարցրեք, դրա մասին խոսել չեմ ուզում։ Դուք ինքներդ լավ գիտեք ինչու եք ինձ հարցնում։ Եկեք այս հարցերից ամենահիմնականի մասին մտածեմ։ Մինչև 35 տարի այվեր անկախության արժեքը չէ կարող անել։ Ինչ է նշանակում։ Ես Սիրիայից եմ, այդտեղ ասորիներ կան, Ասորիստանը որ զոր երկիր էր։ Մեզի նախանձում են, որ հայրենիքը այդ իրենց երկիրները կոչվեցավ Արաբիստան, Սուրիան ասորիներն է, Իրաքը ասորիներ, չեք չենք, բավարարը, հերիք է, սաղամությունը պետք է մեսիա եմ սպասում։ Ես չգիտեմ ինչն է պատճառը, որ անունները չեն հրապարակվում, ամեն դեպքում մեր հայ ազգը շատ լավ գիտի, թե ովքեր են այդ զոհերը եւ ինչպես են արյուն թափել հայ ազգի համար։ Ես ինքս Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Պահեստազորի բժշկական ծառայության փոխգնդապետ եմ, մասնակից եմ եղել 92-94 թվականի մարտական գործողությունների Սյունիքի մարզի Մեղրու շրջանում, քանի որ հանդիսացել եմ ամբողջ Մեղրու շրջանի շտաբ եւ անհետաձգելի օգնության կայանի պետ եւ իմ ողջ կյանքս նվիրել եմ իմ ազգին եւ ես կարծում եմ, որ դա չգիտեմ ինչ թյուրիմատություն է, որ ինքը անունները չի ուզում հրապարակել։ Միևնույն է, ամբողջ հայ ազգը գիտի, թե ովքեր են զոհվել, ամբողջ եռաբլուրը մեր երեխաներն են 2020, 2001, 2000 թվականի երեխեքը համարյա չկան։ Ես ցավում եմ, իհարկե, ոչինչով չես կարող փարատել ու սփոփել այն մայրերին, որոնք այսօր կորցրել են իրենց զավակներին։ Բայց ամեն դեպքում Աստված մի առասցե, եթե նորից պատերազմ լինի, ես իմ տարիքում իմ սպիտակ մազերով պատրաստ եմ նորից մասնակից լինել մարտական բոլոր գործողություններին, հանուն իմ հայ ազգի եւ հանուն պայքարի։ Այնքան դժվար հարց է դա, այսինքն այդ քանակներ կարող եմ ասել, որ ճիշտ չի հաշվարկումը, դե պարզաբար Ալեն Սիմոնյանը այդպես պետք է պարզաբանի այդ խնդիրները եւ մեծ թվով իհարկե զինվորներ են կոտորվել այդ քանակը պարզ է, որ նրանք երբեք ճիշտ չեն ասում։ Այսինքն մտածում եք, որ այդ պատճառով անունները չեն հրապարակվում։ Այո։ Բայց հնարավոր է այդքան մարդ անունները ֆիքսել միանգամից։ Դեն ովքեր են զոհվել, հնարավոր չի ձեր կարծիքով։ Ձեր կարծիքով պարզ չի ով է զոհված, եռաբլուրում պարզ չի ով է պարկած։ Բայց ինչու այդպես էլ անուն չեն հրապարակում այդ դեպքում, եթե պարզ է ովքեր են զոհվել։ Ես չգիտեմ դա ինչ խնդիր է, որ դրան ինչ որ բան է։ Ինձ թվում է դա խնդիր չի, կներեք։ Չեմ կարելի իրան պիտի հարցնեք, իսկ ինչ անունները ոնց հրապարակվեն։ Զոհերի 44 օրյա պատերազմի թիվ են հրապարակում, բայց անունները այդպես էլ չեն հրապարակում, թե ովքեր են զոհվել։ Չեմ կարող ասեմ, կարող է, ուզում եք ասեք անհամաձայնություն է, հա, քանակի եւ։ Ձեր կարծիքն եմ ուզում իմանալ։ Ճիշտ ասած չեմ մտածել այդ թեմայով, բայց այդտեղ թաքցնելու ինչ կա, բոլորն էլ գիտեն, ինչքան է մոտավորապես փոքր երկիր ենք այնտեղ, ինչ որ ասում են հենց այդքան էլ կլինի։ Որովհետեւ եթե շատ լիներ, կիմանայինք, էլ նենց չի որ։ Ես Ալեն Սիմոնյանին չեմ հավատում, չեմ սիրում։ Իր մասին ոչինչ չեմ կարող ասել։ Չգիտեմ, ինքը առաջ լավն էր։ Հենց նստեց այդ աթոռին։ Որ զոհերին ներողություն։ 44 օրյա պատերազմի։ Անունները, բայց անունները մենք ցուցակը տեսել ենք, չէ՞ պատերազմի ժամանակ։ Գիտեք ինչ, մի հավատացեք քաղաքական գործիչներին, նրանք այնքան թաքնված բաներ ունեն, որ եթե նորմալ մարդու մասին հարցնեիք, ես կասեի ինչ է։ Բայց քաղաքական գործիչները դրանք ան, չգիտեմ, նրանց մեջ բան չկա, լոգիկա չկա, այսինքն տրամաբանություն չկա նրանց արածի մեջ եւ նրանց պլանների մեջ, դրա համար ես կարծում եմ, որ մի սպասեք, այսօր մի սպասեք։ Այնպեսի հարցավոր դրա մասին չեմ մտածել, շատ ավելի կարևոր հարցեր կան։ Կարող է ապուշ է, ինչ ասեմ։ Դե ես չգիտեմ, չեմ կարող ասել։ Բայց տարբեր թվեր են ասում, ինչ կապ ունի։ Եթե Ալեն Սիմոնյանի ասած օֆիցիալ թիվը, ուրեմն այդքան է եղել զոհերի թիվը։